Հունիսի 20-ին եւ 21-ին Շունիկը չի խոսում, ես եմ խոսում։ Անգլիական այգում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած Dog Fest 2026 փառատոնը, որի նպատակն է հասարակության տեղեկացվածության ապահովումը կենդանիների, այդ թվում բարեկեցության, կազմակերպությունների, ծառայական շների եւ կենդանիների փրկարար կազմակերպությունների մասին։ Ավելի մանրամասն սպասվող միջոցառման մասին խոսենք մեր հյուրերի հետ եւ թույլ տվեք առաջին հերթին ողջունել մեր այս ֆանտաստիկ հրաշքին Արչի անունով, ագիտացիատեսակի, շնորհակալ ենք, որ դու եկել ես մեր մոտ ու մենք քեզ հիմա տանջում ենք, կներես մեզ իհարկե, եւ իհարկե մեր մյուս կարևոր հյուրերը Dog Fest փառատոնի հիմնադիր Հայկը Հարությունյան, բարի լույս, եւ շների մարզիչ եւ փառատոնի վարող Վարդան Մովսիսյանը։ Всё правильно? Всё правильно։ Շատ լավ։ Մենք այս ամբողջ ընթացքում մտածում ենք ինչ անենք, որ իր համար լավ լինի։ Նա ինչ կարգավիճակում է հիմա գտնվում։ Հիմա իր համար շատ լավ է, քանի որ ինքը կատարում է իմ հրամանը եւ իր համար դա միշտ ռուսերեն ասված վրադեստ։ Շունիկը վարժեցրած է, ինչպես տեսնում եք, առանց ձգափոկը պահելու ինքը նստած հանդարտ կատարում է հրաման եւ ինքը սպասում է, երբ եմ ես իրան այսենց շոյելու։ Արջ, ապրես, սպասի։ Ու ինքը շարունակում է իր գործողությունը անել։ Պատկերացրեցիք։ Իսկ իրան ավելի լավ կզգա հիմա որ ասեք դուք ինքը պարկի թե այս դիրքով մնա ավելի լավ է։ Ինքը իրավասու է պարկի, կարևորը ստուդիայով չվազի եւ կամերաները չկոտրի։ Շատ լավ։ Մի արա տենց բան։ Dog Fest-ը Հայաստանում արդեն ձևավորում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մշակույթ, կարող ենք այսպես ասել։ Ձեր կարծիքով ո՞րն է այսօր մեր հասարակության ամենամեծ խնդիրը կենդանիների հանդեպ վերաբերմունքի հարցում։ Եվ ինչքան ժամանակ այս փառատոնը կա Հայկ։ Փառատոնը արդեն անցկացվելու է 3-րդ անգամ եւ Փառքաստո գնալով, այսինքն հետաքրքրությունը մեծանում է, շատանում է եւ փառատոնի բնականաբար կենդանիների առհասարակ կենդանիների խնամքի, փիլիսոփայության, վերաբերմունքի իրանց սոցիումի մաս կազմելու առումով, եւ կարծում եմ, որ շատ հետաքրքրված մարդիկ կան, որոնք ինչ-որ վախեր ունեին, միգուցե կենդանիների հանդեպ իրանց պահելու դժվարությունների հետ եւ նաեւ փառատոնը այդ առումով ինչ-որ չափ տենց փառատում է այսպես այս բաները, վախերը մարդկանց, որտեվ անմիջական կարող են գալ եւ շփվել թե շների հետ, թե շնատերերի հետ, թե մասնագետների հետ, կինոլոգների հետ խորհուրդներ հարցնել, չգիտեմ, առաջին ձեռքից հասկանալ վարքը, դժվարությունները, ինչ է սպասում, շատ երեխաներ կան, որոնք ծնողներին ձեռքերը բռնած բերում են մեր փառատոնի, որտեվ ենթադրում եմ, որ տանը շատ են այդ խոսակցությունը ունենան, որ ուզում են շունիկ որդեգրեն կամ ունենան, եւ ծնողների ձեռքից բռնած բերում են փառատոնի եւ Փառքաստո մենք ունենք տենց հաջողության պատմություններ, որ հենց մեր փառատոնում կամ որդեգրել են, կամ գնել են, իհարկե մենք հրախուսում ենք, որ առաջերտին որդեգրեն շներին, որտեվ դա խնդիր է, այսինքն շները, որոնք որ կորցրել են տերերին, կամ ասենք նույնիսկ փողոցում մեծացած է, այսպես ասած թափառական այսպես շնիկներին որդեգրեն, որտեվ դա շատ կարևոր կամպանիա է, երբ որ մանավանդ երեխաների մոտ, երբ որ այդ ձևավորվում է մեկին հոգատար լինելու, հա, ասենք իրանց այդ հատկությունը, կարծում եմ դա շատ դրական եւ դաստիարակչական առումով եւ առհասարակ բնության հանդեպ լավ ճիշտ էմոցիաներ ձևավորելու հնարավորություն։ Ինչ է։ Վարդան, ես գիտեմ, որ նաև միջազգային կինոլոգներ են ներկա գտնվում փառատոնին, դա նաև հնարավորություն է փորձի փոխանակման, ծանոթություն, բայց մյուս կարևոր կետերը որոնք են իրենց ներկայությամբ։ Տեսեք, միջազգային մասնագետները շատ են հիմա, հիմնական Ռուսաստանից, քանի որ շատ հոսք է եղել ու շատ մասնագետներ տեղափոխվել են Երևան, Հայաստան, դա շատ լավ է մեր համար մասնագիտական ոլորտում, քանի որ իրոք փորձի փոխանակում տեղի է ունենում, նաև մեթոդիկաների տարբերություն ենք տեսնում, քանի որ շատ երկար ժամանակ Հայաստանի կինոլոգիական ոլորտը հիմնված էր ինչ-որ սուղ մեթոդիկայի մեջ, իմ իհարկե սուբյեկտիվ տեսանկյունից, բայց նույն Dog Fest-ի շրջանակներում, որպես ստեղծում ենք այդ հարթակը, որպեսզի թե մասնագետները, թե ոլորտի տարբեր ներկայացուցիչները, ոչ միայն իհարկե կինոլոգների մասին է խոսքը գնում, նաև գրոմերների, այն մասնագետներ են, ովքեր խնամքով են զբաղվում շունիկի մազածածկույթի հարդարման եւ այլ տարբեր
մասնագետներ, որը ամբողջական կինոլոգիայի մեջ է ներառվում, հանդիպում են մի հարթակում եւ ոչ միայն փորձի փոխանակում է տեղի ունենում, նաեւ առողջ մրցակցություն է այնտեղ տեղի ունենում, քանի որ մեր մոտ շատ պոզիտիվ է այդ ամեն ինչը։ Չկա հասկացողություն, որ չի կարող նույն տեղում գտնվել մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչ։ Ինչի, որովհետև հենց DocFest-ի հիմնական միտքը այն է, որ բոլորը իրար հետ պոզիտիվ շփվեն եւ դա լինի ոչ թե մրցակցություն, որը շակերտների մեջ ոչ այնքան էլ առողջ է, այլ բավականին ինֆորմացիայի փոխանակում լինի, նոր կապեր ստեղծել, նոր գիտելիքներ ստանալ։ Բնականաբար այդ ամեն ինչը շահվում է նրանով, որ մարդիկ են նաեւ սովորական ովքեր որ շուն են պահում, զարգացնում են իրենց ունեցած ինֆորմացիան եւ եթե չունեն, սովորում են նոր ինֆորմացիա մեր օգնությամբ եւ ավելի գրագետ են սկսում թե պահել շունիկներին, թե վերաբերվել։ Սկսած պրիմիտիվ հարցից թե ինչպես մոտենալ սիրել շունիկին, որպեսզի խնդիր չհասնի։ Նաեւ ես կնշեի, որ մեծ խնդիր է, նոր Հայկի խոսքերը շարունակեմ, երեխային բերում են, որպեսզի նա չձևավորի վախ կամ ինչ-որ նմանատիպ կարծրատիպեր շունիկների հետ կապված։ Փոփոխություն ա եղել հենց ձեր հարցած հարցի ներքո։ Նոր մասնագետներ են եկել, նոր միտք է եկել, նոր մտածելակերպ ա մեր մոտ հայտնվել վերջի տարիներին, երբ շատ հաճախ լսում ենք տանը ասում են զգուշ եղիր շունիկը կկծի քեզ։ Օրինակ Ռուսաստանում, քանի որ ես այնտեղ եմ ապրել, աշխատել, այլ արտահայտություն կար, не трожь собачку, обидишь, ձերք մի տուր, որ դու չցավացնես իրան։ Ծնողը իհարկե հասնում է իր նպատակին, որ երեխան չի դիպչում շանը, բայց այլ մոտեցմամբ եւ ստացվում է այնպես, որ երեխայի մոտ չի ձևավորվում վախ, որը կոչվում է կինոֆոբիա, շատ հաճախ տեսնում ենք մարդիկ, որ փուճուր այսքան չիխուախուայից են վախենում, թեպետ իրանք մի 100 կիլո են։ Բայց երբեմն այդպես է լինում, չիխախոն ավելի վտանգավոր է, քան ստես չափի շները։ Չիխուախուան իրոք վտանգավոր է, իրան հենց այդ նպատակով էլ ստեղծել են Չիուավա քաղաքում Մեքսիկայի։ Մի հարց ունեմ, եթե այսօր մեզ հետևող մարդիկ մտածում են շուն պահելու մասին, ինչ 3 կարևոր խորհուրդ կտաք նախքան այդ պատասխանատու քայլին անցնել էլի։ Առաջի հիմնական 3 խորհուրդները, որ կարող եմ ասել, համբերություն է պետք ունենալ, դա առաջինը։ Երկրորդը ես կուզենամ, որպեսզի հասարակության մեջ հստակ մի հատ միտք ձևավորվի, եթե դուք գնում եք այդ քայլին, դա մինչև կյանքի վերջ է։ Ես կուզենամ Էքզյուպերիի խոսքերը հիշել, Պատասխանատու ենք նրանց առաջ։ Մենք պատասխանատու ենք, այո, Անայի, դուք շատ իրավացի եք։ Էֆիրից առաջ ասացիք, որ դուք եք ցանկանայիք շունիկ, այդ կետը, որ դուք ասացիք, ես արդեն վստահ եմ, որ կստացվի։ Եվ երրորդ կետը, որը շատ կարևոր է, պարտաճանաչությունը։ Շատ խնդիրները տան մեջ, որը հաճախ հանդիպում են կեղտոտելու հետ կապված, իրերը փչացնելու, այնինչ առօրյայում տերերին խանգարում է եւ դրանք ասում են, վայ ինչ բարդ է դա, հենց իրենցից էլ բխում է։ Չդիմել մասնագետին, որպեսզի դաստիարակել։ Ես չեմ ասում վարժեցնել, դաստիարակել, որպեսզի տունը լավ իրան պահի ձեր պահանջներին համապատասխան։ Պատշաճ զբաղվել նրա առօրյա օրակարգով։ Դա կլինի ծնունդ, հարսանիք, ներողություն կնունք թե թաղում, շունիկը պետք է արթնանա եւ առավոտը գնա զբոսանքի իր գործերը անելու։ Այլապես դա պետք է տեղի ունենա տանը։ Մի քանի կետեր են, բայց շատ կարեւոր են։ Շատ լավ։ Հայկ, եթե մի 10 տարի հետ գնանք եւ մտածենք մի 10 տարի առաջ այս ամեն ինչ ուզենենք կազմակերպենք, փառատոնին երևի թե ոչ մի ընկերություն չէր կարող մասնակցել, որովհետեւ այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, եթե կարել ինչ-որ ընկերություն, որը վերաբերվում էր շունիկներին, 1 կամ 2 ինչ-որ ընկերություն է եղել, որը որ սնունդի կամ ինչ-որ աքսեսուարների խանութներ են եղել։ Բայց այսօր տասնյակ ընկերություններ կան Հայաստանում գործող, որոնց դուք եւս համախմբվել եք փառատոնի շրջանակներում ու դա նաեւ հնարավորություն է տալիս եւ ընկերությունների միմյանց հետ շփվելու եւ տալիս է մարդկանց, ովքեր ունեն շունիկներ, հասկանալու եւ իմանալու թե ինչ հնարավորություններ կան իրենց շունիկների համար։ Ունենք հասել այս Նայեք, բնականաբար հա 10 տարի առաջ շատ ավելի քիչ էին թե մասնագետները, թե առհասարակ շուն պահողները եւ ընդհանուր առմամբ շուկա չկար որպես այդպեսին, եթե կոմերցիոն տեսանկյունից նայենք, բայց ես ինքս նաեւ հանդիսացել եմ մի մեծ խանութների ցանցի հիմնադիր եւ այդ պրոգրեսը տեսել եմ, ասենք հողի վրա, ոնց են շատանում շուն պահողները, կենթանի առհասարակ պահողները
Եվ այո, պրոգրեսը կա, ճիշտ է, շատերը այդ կապում են նաև նրա հետ, որ շատ միայնակ մարդիկ են կան, ասենք, որոնք կարիք ունեն տանը կենթանու պահելու, դաժե մեմեր կա այդ թեմայով, որ ասենք կատուների հետ էս ապրելու, չէ, այդ ասենք անեց կամ ամենակ էս մնալու եւ այլն, բայց իրականում եթե լուրջ դրա կարիքն է կա ու պլյուս իհարկե այն որ մի քիչ կյանքի որակը լավացել է, մի քիչ, ինֆորմացիան բնականաբար ինտերնետն է, շփումներն է, հետո մենք շատ մեծ քանակի ռելոկանտներ եւ հայրենադարձներ ունեցանք, որոնք դուրսը մի քիչ այլ կերպ են, հա, ասենք կենթանիների պահելու գալու, այդ բոլորը իրար հետ նպաստել է նրան, որ այո, շատացել են մարդիկ, շատացել են ընկերությունները, շատացել են մասնագետները ու դեռ բնական process է ասում։ Պահանջարկը առաջացնում է առաջարկ ու փառք Աստծո այսօր շատ ընկերություններ կան, ինչով է մեր փառատոնը, պետք է ասեմ, որ փառատոնը մասնագիտական հարթակ չի, դա պրոֆեսիոնալ մրցույթ չի, դա փառատոն է, այսինքն նա ինքը միավորում է բոլորին առհասարակ, մասնագետներին, պահողներին եւ հետաքրքրվողներին։ Այդ բոլոր 3 այսպես շերտերը կարողանում են իրար հետ համատեղ շփվեն եւ ինչ որ իրանց համար դրական արդյունք կամ էմոցիա ստանան։ Ինքը տոն է։ Իրականում ոչ մասնագիտական հարթակ է, բայց նաեւ մենք ունենք որոշակի մրցույթներ, արդեն մեկ մրցույթը մեր Facebook-յան էջում շատ հետևորդներ ունեցավ, այսպես ասած, եւ այդ մրցույթների շրջանակներում գնահատվելու է թե անվանակարգեր են ինչ-որ։ Այո, անվանակարգեր են եւ գնահատվելու է արտաքին տեսքը, ունակությունները կենթանիների եւ իրանց տերերի, այսպես ասած, ուղեկցությամբ նաեւ հրավիրելու ենք բեմ եւ մրցանակաբաշխություն առնելու Տենց իսկ ընդհանուր առմամբ իհարկե սա առաջին հերթին նեթվորքինգ է փառատոնը, որտեղ կարող եք շփվել, ծանոթանալ, գիտելիք ստանալ ու բնականաբար դրական էմոցիաներով գնալ տուն ու հուսանք նաև որոշում կայացնել, որ չունի կենթանի պահել, որտե գրել առաջ հերթին։ Հայկ դիք ինչ եմ մտածում, արդյոք իմաստ կա այս փառատոնը Երևանից դուրս տանելու, որովհետև նայեք, մարզերում էլ կան մարդիկ, ովքեր որ սիրում են շներին, պահում են շներին եւ ցավոք սրտի ֆիզիկապես ունենք չեն կարող ներկա գտնվել փառատոնին եւ բաց կթողնեն շատ գիտելիք ու իմ կարծիքով իմաստ կա տանելու, թե ի վերջո։ Նայեք, ինչ վերաբերում է ընտանի կենթանիներին, քաղաքացու վերաբերմունքը մի քիչ այլ է եւ խնդիրներն էլ այլ։ Շունը օրինակ գյուղական մթնոլորտի այլ մոտեցում է։ Այստեղ օրինակ Երևանում ապրող օրինակ ընտանիքը ինքը պետք է որոշում կայացնի։ Այսինքն ինքը պետք է մոտիվացիա ունենա, այսինքն այդ մոտիվացիան կարա երեխայից գա կամ կարա գա, չգիտեմ, ինչ իրանց համար էմոցիա եւ հոգատարության այդ պահանջարկը բավարարելու համար։ Գյուղում մի քիչ այլ է, կարծում եմ, վերաբերմունքը, որտեղ գյուղում սովոր են փոքր հասակից երեխաները սովոր են կենթանիներին, հապ կլինի, չգիտեմ, սակ կլինի, թե շուն կլինի։ Բայց միտք գաղափարը լավն է, որտեվ վերաբերմունքը առհասարակ կենթանու հանդեպ այնուամենայնիվ մենք շատ աշխատել բոլորը, հա, այս ոլորտի մասնագետները, ես որպես կազմակերպիչ, մենք շատ աշխատելու տեղ ունենք, որ վերաբերմունքը կենթանիների հանդեպ փոխվի։ Դա շատ կարևոր է, դա հասարակության ինդիկատորն է, ոնց ես դու վերաբերվում կենթանուն։ Ինչքան դու հասուն ես, ինչքան դու քո արժեքային համակարգը չգիտեմ, ավելի մարդկային ընդհանուր առումով, դրանից այդ տեսանկյունից շատ հստակ ու հեշտ ինդիկացիա է, ոնց է դու վերաբերվում կենթանուն, դրա հիման վրա դու կարաս դատես մարդու մասին։ Կարծում եմ այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանք դեռևս ունենք, որտեվ եթե համեմատենք այլ միգուցե ավելի կայացած եւ ավելի հարուստ միգուցե հա հասարակություններին համեմատ մենք դեռևս ունենք խնդիր կենթանիների հանդեպ վերաբերմունքի։ Շատ հանգիստ մի նույնիսկ գյուղական վայրում, որ ես հականատես եղել եմ 2 օր առաջ, շունը մոտիկանում է երեխային, սկսում է հաչալ եւ այդ ընտանիքի հայրը քար է վերցնում եւ նետում է դեպի շունը։ Այսինքն մենք դեռևս այտենց երևույթներ տեսնում ենք, որոնք ավելի դաժան բաներ են տեղ ունեցել։ Շատ ավելի դաժան, ես ուղղակի այն 2 օր առաջ եմ Բարիզմոն
տեսել եւ փորձել եմ այդ մարդուն բացատրել, որ բան այդ շունը քո երեխայից 10 անգամ նախ փոքր է, հետո ինքը ագրեսիա չունի։ Այսինքն դու ես ագրեսիա ձևավորում այդ կենթանու հանդեպ, որում քո երեխան է տեսնում ա ոնց է դու այդ ագրեսիան կենթանու հանդեպ իրականացնում ու սովորում ա քեզանից։ Բայց Փառք Աստծո, հիմա մենք գնում ենք դեպի դրականը ու դա ընդհանուր առմամբ մեր հասարակության համար շատ կարևոր ինդիկատոր է։ Իսկ հետաքրքիր է եւ ցավոք սրտի վերջին հարցն է երևի լինելու, արդյոք կենթանիների իրավունքների պաշտպան գոյությունը քաղաքապետարանից ինչ որ ներկայացուցիչ, ովքեր որ ներգրավեն այս ծրագրին, որովհետեւ իրենց ուսերին շատ կարևոր բարդ պարտականություն է իրականում դրված ու այնինչ տեղի ունենում է մեր շուրջը մենք տեսել ենք, օքեյ, հետևում են օրենքով պատժում են նման մարդկանց եւ այլն եւ այլն եւ այլն։ Բոլորս հասկանում ենք ինչի մասին է։ Նայեք, մեր փառատոնի շրջանակներում նաեւ ներգրաված են ելնելու կենթանապաշտպաններ բնականաբար ու մենք բաց ենք բոլորի համար, սա կոմերցիոն զուտ միջոցառում չի, սա հարթակ է, որ բոլորին պետք է միավորի, այդ թվում պաշտոնյաներին, այս հարցերով զբաղվող համապատասխան ոլորտային հասարակական կազմակերպություններ եւ այլ, մենք ունենանք այդպիսի ելույթներ, ինձ թվում է Վարդանակը լրացնում։ Մենք ունեինք արդեն նախորդ դոկֆեստների ժամանակ, նախորդ ամյա ներկայացուցիչներ քաղաքապետարանի կողմից, ովքեր որ զբաղվում են այդ հիմնարկների ստերջացմամբ եւ այլն հարցերով, որպեսզի սերունդը առողջ լինի եւ փոքրինչ ագրեսիվ շներին կարողանալ ավելի զսպել, այո, դա տեղի ունենում իհարկե վիրահատական միջամտությամբ եւ այլն, այդ աշխատանքները տարվում են, իհարկե, քանի որ այդ աշխատանքները նոր են սկսել, կարելի է ասել, դա շատ ծավալուն գործ է եւ քաղաքապետարանը 1 րոպեում չի կարա դա լուծի բնականաբար, միտքը այն է, պետք է մենք հորդորենք այդ դոկֆեստի նպատակները դա հորդորել, որ միայն այդ աշխատանքը չթողնել քաղաքապետարանի ուսերին, այլ նաեւ մենք փորձենք միջամտություն, ամեն մեկը իր չափով եթե անի, մենք ոչ ոքս չենք բողոքի, որ ինչի մեր մոտ էսպես է, ինչի է մեր մոտ հարուստ չի, մեր մոտ էլ կարող է դառնալ հարուստ հասարակությունը, եթե մենք ամեն մեկս մեր փոքրիկ ներդրումը անենք այդ գործի մեջ։ Իսկ դրա համար պետք է գալ դոկֆեստ եւ հասկանալ թե ինչ աշխատանք ակնկալվում, որպեսզի այս ոլորտը զարգացնել եւ ձևավորել մեր երեխաների մեջ գրագետ եւ կիրթ մոտեցում ընդհանուր մեր քաղաքում կյանքին, որտեղ մեր ընկերներն են չորքոտանի շունիկները։ Այո, Արչին եւ մյուս այլ շունիկները եւս լինելու են փառատոնին, ֆեստին, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հունիսի 20-ին եւ 21-ին անգլիական այգում տեղի կունենա Dogfest 2026 փառատոնը։ Մեր հյուրերն էին Dogfest փառատոնի հիմնադիր Հայկ Հարությունյան եւ Շների մարզիչ փառատոնի վարող Վարդան Մովսիսյանը։ Իհարկե Արչի հետ միասին։ Շնորհակալ ենք շատ, ձեզ համբերություն, ուժ, հնարավորություն եւ այս փառատոնը թող գնալով ընդլայնվի Հայաստանի Հանրապետության մասշտաբով, որովհետեւ սա ամենասիրուն լավ փառատոններից մեկն է։ Ես լրացնեմ ուղղակի, ուրեմն շաբաթ կիրակի է այստեղի ունենալու, մուտքը ազատ է բոլորի համար, համեցեք, շներով կլինի, առանց շների կլինի, համեցեք երեխաներին բերեք ձեր, չգիտեմ, դպրոցական էքսկուրսիաներ բոլորը համեցեք փառատոնի, լինելու է շատ սիրուն, հետաքրքիր եւ օգտակար։ Այո, պարտադիր չի գինի լինի, որ նոր գնաք այդ փառատոնին, չէ՞։ Շունիկներն են շատ կարևոր։ Շնորհակալ ենք շատ։ Այս պահին հետ միջվենք շատ արագ, ունենք եւս մի հյուր, կարևոր թեմայի շուրջ ենք խոսելու, մնացեք մեզ հետ։